Ես ընտրեցի Մարինա Հակոբյանի խոսունորությունը բաժնից միայնություն ստեղծագործությունը, այն շատ խոսուն էր իսկապես, դու միայնություն, իմ միակ ընկեր, անդավաճան ես, քնած թե արթուն, քեզ այնքան վաղուց իմն եմ դարձրել, զրուցել հետդ բոլորից թաքուն, ինչքան էլ կյանքս լցվեց բերկրանքով ու հանդիպեցի մարդկանց լավ ու վատ, դու միշտ էլ եղար հարազատ այնպես, որ քեզ հետ տարա, ամեն հոգս ու ցավ, թեև շատ հաճախ ես քեզ մոռացա, փորձեցի լցնել հոգիս ջերմությամբ, բայց որքան անկեղծ եղա մարդկանց հետ, այնքան ավելի իմ սիրտը խոցվեց, բայց չփոխեցի, նույնը մնացի, ցավի դասերը առանց սերտելու, նորից ժպտում եմ ու սիրտս բացում, մանկան պարզությամբ նորից հավատում։ Այս ստեղծագործությամբ Մարինա Հակոբյանը միայնությանը դարձրել է իր զրուցակիցը, իր միակ ընկերը եւ թաքուն զրուցել է փորձել նրա հետ։ Այստեղ շատ հետաքրքիր էր բանաստեղծության այն պահը, երբ որ ասում է միայնության հետ ես զրուցում ասում եմ, որ ինչքան էլ փորձում եմ անկեղծանալ մարդկանց հետ, այնքան ավելի է սիրտս խոցվում։ Սակայն եթե հետևություն անենք իր այս ստեղծագործության հետ կապված, մենք կհասկանանք, որ միգուցե Մարինեն կարող էր փոխվել, կարող էր իր հայացքները փոխել կյանքի հանդեպ, միգուցե կարող էր չարանալ, ինչու՞ չէ, բայց շատ հետաքրքիր է ավարտում իր ստեղծագործությունը, երբ նա միայնության հետ առանձնանալով, թաքուն զրուցելով իր հետ, ամեն դեպքում նա մանկանում է, բացում է իր հոգու աշխարհը, իր մանկության գաղափարներով, այսպես ասած, մանկական հավատով եւ վերջում խոսքը նրա ավարտվում է սիրով։